Հետքի նկարահանող խումբն այս անգամ մեկնել էր Արագածոտնի մարզ ուսումնասիրելու 2006-ից 2015 թվականների դպրոցաշինական ծրագրերը։ Այս մարզում էլ նախորդների նման պատկերը գոհացուցիչ չէր։ Ուջանի միջնակարգ դպրոց։ Ուջանի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է 6 տարվա ընթացքում 2009-ից 2015 թվականներին։ Վերանորոգման աշխատանքներն իրականացրել է 3 ընկերություն՝ Ադոն, Գրեդշին ընկերությունները եւ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր ընկերությունը, ես եւ նա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Համաձայն Արագածոտնի մարզպետարանի դպրոցի վերանորոգումն արժեցել է մոտ 273 միլիոն դրամ։ Այս գումարով ամբողջությամբ վերանորոգվել է դպրոցի հիմնական մասնաշենքը, տարրական դասարանների համար նախատեսված մասնաշենքը մասնակի է վերանորոգվել։ Երկրորդ մասնաշենքի տարրական դպրոցի վերանորոգումը մտվեց պլանային իրագործման մեջ 2013 թվականին եւ մասնակի գործեր կատարվեցին։ Մասնավորապես տանիքը փոխվեցին պատուհանները, շատ լավ իհարկե ձևով, բայց ֆինանսների բացակայության պատճառով գործը ըստ էության դադարեցվեց, չնայած դա այդպես մարզպետարանի ըստ էության կատարած աշխատանքի շնորհիվ էր։ Պետբյուջե ըստ էության դա չմտցվեց։ Չի փոխվել տարրական դասարանների մասնաշենքի դռների զգալի մասը։ Նորոգման ենթակա են շենքի փայտե առաստաղն ու հատակը, կոսմետիկ վերանորոգման մասին էլ չեն խոսում։ Մինչ դպրոցում մտածում են երկրորդ մասնաշենքի վերանորոգման համար միջոցներ գտնել, առաջ է քաշվել հիմնական մասնաշենքի կոսմետիկ վերանորոգման հարցը։ Շենքի ներսում սնկային այդ գործոնը կա, սունկը այդ գաջի սվաղի վրա լավ աշխատում է, եթե փոքր-ինչ խոնավություն կա եւ առանձին հատվածներ արդեն զգացվում է, որ քայքայվում են, անձամբ ես քանդել եմ տվել այդ հատվածները, որոնք որ սնկայինով սկսել են քայքայվել ու պետք է սառաջիկայում նորոգվեն։ Մարզպետը խոստացել է այս աշնանը դպրոցում կատարել կոսմետիկ վերանորոգում, որպեսզի թերությունները վերացվեն։ Դպրոցի տնօրեն Ավետիս Հարությունյանն ասում է, որ փուլային վերանորոգումները լավ են, սակայն սկսել է նկատել թերությունները։ Ասենք պատուհանները, տեսեք, բավականին բարձր են եւ այս պլաստիկատից փեղկերը փաստորեն բավականին լոճվում են բացելուց փակելուց եւ խնդիրներ են առաջանում։ Եթե այն վերևի մասում մեր ասած այդ խրամոկը դրվի, ավելի փոքրացվի, ավելի լավ ու հարմար ու երկար կաշխատեն։ Բնականաբար փականները, ծխնիները շատ շուտ շարքից դուրս են գալիս, այդքան բացելուն, փակելուն չեն դիմանում։ Ինչ որ բաներ պետք է իհարկե արվեն, որ երկար գնա, էլի։ Հիմա թե ոնց դա կանեն շինարարները, ինչ ձևով դրա լուծումը կգտնեն, դա բնականաբար արդեն մտորելու բան է։ Տնօրենն ասում է, որ լավ կլինի դպրոցներում իրականացվեն ոչ թե ընթացիկ վերանորոգումներ, ինչպես իրենց դպրոցում է եղել, այլ հիմնանորոգվեն։ Տնօրեն Ավետիս Հարությունյանի խոսքով հիմնական մասնաշենքում ամրացման որևէ աշխատանք չի իրականացվել։ Այս մասնաշենքում ոչ, իսկ տարրական մասնաշենքում որոշ ամրացումներ իրականացվեցին։ Դպրոցը ջեռուցվում է էլեկտրական սալիկների միջոցով։ Լոկալ ջեռուցման մարտկոցները տեղադրված են, սակայն միացված չեն ընդհանուր ցանցին։ Պատճառն այնն է, որ դպրոցը գազիֆիկացված չէ, իսկ գազիֆիկացնելու համար գումարներ չկան։ Բացի այդ, փոփոխություններ պետք է իրականացվեն նաև դպրոցի ներսում, ինչի համար տնօրենի խոսքերով եւս լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ։
Մաստարայի միջնակարգ դպրոց։ Մաստարայի միջնակարգ դպրոցը նույնպես փուլերով է վերանորոգվել։ Այստեղ շինարարական աշխատանքներն իրականացվել են 7 տարվա ընթացքում՝ 2007-ից 2013 թվականներին։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են Անդրեաս եւ ընկերներ, Փակ բաժնետիրական ընկերությունը եւ Երևան ջրշին բաց բաժնետիրական ընկերությունը։ Ընդհանուր առմամբ Մաստարայի դպրոցի համար պետական միջոցներից ծախսվել է մոտ 415 միլիոն դրամ, սակայն դպրոցի ոչ բոլոր մասնաշենքերն են վերանորոգվել պետական միջոցներով։ Մի մասնաշենքը վերանորոգվել է հովանավորների միջոցներով, կազահիմնադրամի, իսկ մնացածը երկրորդ եւ երրորդ մասնաշենքները այնտեղ կա սպորտ հրապարակ, կա սայատուն պետական միջոցներով։ Չեմ կարծում, որ 7 տարին շատ էր, որտեղ կառուցեցին, վերանորոգեցին մի հոյակապ գեղեցիկ դպրոց, որտեղ աշխատել է եւ հաճելի է եւ շատ պարտավորեցնող։ Այսօր մենք գոհ ենք մեր կառավարությունից, որ նման վերաբերմունք է դրսևորում դպրոցի կրթության։ Թեև տնօրենը դժգոհություն չհայտնեց, սակայն զրույցի ընթացքում պարզվեց, որ շինարարական աշխատանքներն առանց թերությունների չեն ընթացել։ Մասնավորապես անհրաժեշտություն է առաջացել վերանորոգել մարզադահլիճի հատակը։ Այն սկսել է փտել։ Սպորտ դահլիճի վերանորոգումը կարծես թե ինչ-որ մի սխալ կա, չգիտեմ, ես շինարար չեմ, բայց ինչ-որ զգում եմ, որ շինարարական սխալ է տեղի ունեցել, հատակը փտում է։ Այսպես ասած, միայն մենք ունենք կարիք սպորտ դահլիճի հատակի վերանորոգման, թե չէ դպրոցում ոչ մի խնդիր չունենք, շենքային պայմանների հետ կապված ոչ մի թերություն, ոչ մի խնդիրներ չունենք։ Թեև դպրոցն ամբողջությամբ վերանորոգված է, պայմանները բարվոք են, սակայն չունեն հանդիսությունների դահլիճ, միջոցառումներն իրականացնում են կամ համայնքապետարանի դահլիճում, կամ փտած հատակով մարզադահլիճում։ Փարպիի միջնակարգ դպրոց։ Փարպի գյուղի դպրոցի վերանորոգման համար պետական միջոցներից ծախսվել է 176 միլիոն դրամ։ Վերանորոգման աշխատանքները տևել է 6 տարի եւ ավարտվել 2014-ին։ Այն իրականացրել է Վթարշին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Ինչ ասեմ, աշխատանքները շատ գոհացուցիչ են։ Այսօր կաթացող տեղ տանիքից ոչ մի տեղ, ոչ մի գրամատիկ չունենք, միայն մի բացասական կողմը վերանորոգման աշխատանքների ժամանակ ֆիզկուլ դահլիճ մտնող ջուրը խողովակաշարից ինչ որտեղ բաց տեղ կա, տարական կորպուս գնալու ժամանակ այնտեղ խոնավության տեղներ են, միայն բացասական կողմը դա է, դա մենք մեր ուժերով կարգավորենք։ Փարպիի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորիկ Արշակյանը զրույցի ընթացքում անընդհատ ասում է, որ դպրոցը թերություններ չունի, սակայն պարզվեց խոնավությունից պատերի ծեփը պոկված է, վերանորոգված մարզադահլիճի սանհանգույցը չի օգտագործվում, իսկ մարզագույք չեն հիշում, թե վերջին անգամ երբ են ստացել։ Աշակերտներն այստեղ հերթով են խաղում։ Օրինակ 20 աշակերտ ունեցող դասարանը դասապրոցեսն անցկացնում է 10 հատ ցածկապարանով եւ օղակով։ Չունենք այս մարմնամարզական այցիկները, ունենային կամրջակ ցածկելու համար, չունենք սպորտ խաղերի համար անհրաժեշտ զամբյուղները, որ պետք է գնդակների լետում են մեջը, մեկ էլ վոլեյբոլի համար սետ կա, որ կարող ենք կապել, նույնիսկ մինի ֆուտբոլի համար դուրս ունենք լավ հրապարակ, ամառային շրջաններում կարող ենք տաք եղանակներին խաղանք, բայց ցուրտ եղանակների պայմաններում, երբ որ անձրև է լինում, ցանկալի կլիներ, որ ստեղ էլ լինել, խաղանք էլ, նույնիսկ ցանկալի կլիներ, պես մեկ հատ պարան ունենք, երկրորդը չկա էլի եւ մաշված է պարան մագեցման համար երեխաներին ծրագրով նույնիսկ անհրաժեշտ է եւ պահանջվում է դա, որպեսզի լինի պարան մագեցելու համար պարան։ Մեկը կտրվել է, հանել ենք, մեկն էլ մաշված է, ախնում ենք երեխեքին նույնիսկ բարձրացնում ենք վրա։ Իսկ քիմիայի եւ ֆիզիկայի լաբորատորիաներում կամ փորձեր չեն անում, կամ էլ դրանք իրականացնում են հին նյութերով։ Գործնական աշխատանքների ժամանակ մենք մեծ խնդիրներ ենք ունենում, նյութերը ճարում ենք դրսից, ստացված նյութերը դեռ իմ աշակերտ ժամանակվանից նյութեր կան, որոնք շատ հին են եւ բավարար չեն փորձերը կատարելու համար։ Ուղղակի գնում ենք տարբեր դպրոցներից կամ գնում ենք վերնիսաժից նույնիսկ նյութեր ենք առնում վերում փորձեր կատարելու համար։ Ես շատ կցանկանայի, որ ցանկացած դպրոց ոչ միայն մերը ունենար քիմիա եւ ֆիզիկայի լաբորատորիա, որովհետեւ բնական գիտությունների հիմքում այս երկու առարկաներն են, որոնք եթե գործնական աշխատանք աշակերտը չի տեսնում, ուրեմն հաշվենք, որ դասը լիարժեք չի լինում գործնականը։ Ասում եմ, իմ աշակերտ ժամանակվա նյութեր կան այս դպրոցում, 35 տարի առաջվա նյութեր, որ ափսոսում եմ թափեմ ուղղակի։
մի կերպ, մի տանջանքով մի բան անում են, որ երեխեքը տեսնեն։ Մենք հաճախ ուզում ենք փորձեր կատարենք, երեխաներն էլ, աշակերտներն էլ, ուսուցչուհիներին ասում են, որ կարող ենք այսօր փորձ անել։ Իհարկե ուսուցիչները ուզում են, որ մենք դա տեսնենք, սակայն որ նյութերը չկան կամ շատ հին են, ուսուցիչները վախենում են դրանք օգտագործեն։ Եթե կատարենք գործնական աշխատանքներ լիարժեք, ոչ թե մեր պատկերացումներով, ավելի հետաքրքիր կլիներ մեզ համար եւ թեկուզ քիմիայի գծով կցանկանային շարունակել, քիմիկոսներ կունենար երկիրը։ Քուչակի միջնակարգ դպրոց Գրեթե նույն պատկերն է նաև Քուչակ գյուղի միջնակարգ դպրոցում, այստեղ ծախսվել է 380 միլիոն դրամ, իսկ վերանորոգման աշխատանքներն իրականացրել են Էրեբունի շինվերանորոգում, Արեգակ բաց բաժնետիրական ընկերությունները, Կանժիստրոյ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Շինարարական աշխատանքներն առանց թերությունների չեն ընթացել։ Դասասենյակների պատերը այնքան բարակ են, որ դռների հատվածում քարերը թափվել են, փոխված դռները եւս որակյալ չեն, պատերի ծեփը թափվում է, վերանորոգված տանիքից եւս ջրի հոսք կա, ինչի հետևանքով ջուրը քայքայում է պատերը։ Քուչակի դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գագիկ Գասպարյանն ասում է, որ ոչ մի տեսակի մարզագույք չունեն։ Վիճակը դալի կիսակեսնի, բավարարա, լավա, և մարզագույքներ ոչ մի տեսակ գույք չունեն։ Ոչ մի տեսակի։ Դարսում ստադյոնը սարկած վիճակում է, բայց ոչ բավարար։ Այսինքն խոտածայր ծածկույթ չկա, հենց անբավարար վիճակ, բայց նորմալ է, չափսերին պատասխանում։ Իսկ այստեղ բանը, այս հետք է ես եմ բերետ բանարել, մեկ էլ այս երկակներն է, որ կապանի, օվակները, իմ միջոցով ապանարել, վնասած ոչ մի բան չեմ ստացել, վասոց պլուզել, բանը պլուզել եմ։ Բյուրականի միջնակարգ դպրոց Բյուրականի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է 7 տարվա ընթացքում 2007-ից 2013 թվականներին։ Վերանորոգման աշխատանքներն իրականացրել է Ագարակ բաց բաժնետիրական ընկերությունը։ Դպրոցի վերանորոգման համար պետական բյուջեից ծախսվել է մոտ 371 միլիոն դրամ, սակայն ներս մտնելիս տպավորությունն այնպիսին է, որ այդ գումարի չափով վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել, իսկ մասնաշենքերից մեկն ընդհանրապես վերանորոգված չէ։ Դպրոցի պատերի ճաքերն աչքի են զարնում, իսկ դասասենյակների դռների զգալի մասը կոտրվել է, դեֆորմացվել։ Մեր այցելության ժամանակ դպրոցի տնօրենը տեղում չէր, իսկ ուսմասվարն ասաց, որ առանց տնօրենի չի կարող պարզաբանումներ տալ։ Պետությունը դպրոցների վերանորոգման համար ծախսում է զգալի միջոցներ, սակայն դրանք երբեմն ոչ միայն անարդյունավետ են, այլև չեն նպաստում ուսման որակի բարձրացմանը։ Մեր նկարանող խումբը այցելելու է նաև այլ մարզեր, ուսումնասիրելու դպրոցաշինական աշխատանքները։